Լսել եք Արևմտյան Ադրբեջան ծրագրի մասին, ինչպես եք վերաբերվում դրան։ Իրանք շատ են ճոխացնում, բայց պետք է լինել սահմանների մեջ, որովհետև մենք շատ բարեկիրթ ենք մոտենում այդ հարցերին, որ կարող ենք հակառակը լինել, բայց դրանք այդ չեն հասկանում։ Այդ շուտվանից են բանանում, ճիշտ չէ դա։ Լսել եմ, այո։ Նրանք շատ բան են անում, հետո, բայց ինչ։ Ըստ ձեզ Հայաստանին պետք է տնտեսական համագործակցություն Ադրբեջանի հետ։ Իհարկե ոչ։ Ես կարծում եմ լավ մարդու հետ պետք է համագործակցվի։ Դե գիտեք, առևտուր լինելու է, պիտի լինի, դա ված չի, բայց թե որ շոու անել, որ ամեն ինչ տես Ադրբեջանով գալիս է, դա խաղաղություն է, դա եւ այլը, դա ճիշտ չի, դա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Ինչպես եք վերաբերվում Ադրբեջանից բենզինի եւ սննդամթերքի մատակարարումներին։ Շատ վատ։ Ադրբեջանի բազարն է սարքել ստեղ, ինքն է օգտվում։ Մենք այդպես բան չենք կարա իրա փոխանցենք, որ տեղը դուրս գա։ Ձեր կարծիքով Հայաստանը կարող է առանց Ադրբեջանի։ Առանց Ադրբեջանի իհարկե կարող է։ Իհարկե կարող է։ Ինչի՞ չկարող։ Բայց ինչի՞ չկարող, ինչ ա եղել, ոչ ինչի՞ պիտի Հայաստան առանց Ադրբեջանի կարողանա։ Գիտեք, հարցը նույնիսկ ժպիտ է առաջացնում, իհարկե կարող է, ու անգամ ավելի լավ կարող է բնականաբար։ Ձեր կարծիքով ո՞ր երկրների հետ պետք է Հայաստանը զարգացնի տնտեսական կապերը։ Ռուսաստանի հետ։ Ֆրանսիա, Ամերիկա, Գերմանիա։ Առաջին հերթին Ռուսաստանի հետ, որը մեր ռազմավարական եւ մեր ստրատեգիական եւ նաեւ մեր տնտեսական եւ դաշնակիցն է։ Ադրբեջանի ազդեցությունը տնտեսությունում կարող է մեզ կախված դարձնել ու մոտեցնել արևմտյան Ադրբեջան օրակարգին։ Երբեք չի կարելի վստահել թշնամու շահերից բխող աշխարհաքաղաքական այդ նկարտումների։ Կարծում եմ, որ ոչ։